Սա Հայաստանի հիմնը չէ, ինչպես կարող է թվալ առաջին ակորդից, այլ հատված Ալեքսանդր Գլազունովի Ռայմոնդայից։ Մեկ դար առաջ այս հատվածը նույնությամբ դարձավ Հայաստանի հիմն։ Գլազունովի հեղինակային իրավունքի վրա ոչ ոք չնայեց։ Առաջին հանրապետությունից սկսած այս իրավունքին նկատմամբ շատ վատ վերաբերմունք է ցուցաբերվել Բարսեղ Կանաչյանի ստեղծած մեր այսօրվա հիմնը վկա եւ որը վերցրել է Գլազունովի Ռայմոնդայից ես կարծում եմ բայց այնպես չի որ 100 տարի առաջ գողանում էին այսօր չեն գողանում այսօր բուկինիստ ընկերությունը Մարկես է գողանում օրը ցերեկով Բուկինիստի տնօրեն Խաչիկ Վարդանյանը հակադարձում է իրենք հեղինակային իրավունքները հարգում են Մենք ոչ թե Մարկեսի բնագրից թարգմանությունն ենք տպագրել այլ տպագրել ենք Ռուբեն Հովսեփյանի ռուսերենից արված թարգմանությունը եւ Ռուբեն Հովսեփյանի ուտուն ենք պայմանագիր, որի համար մենք վճարել ենք, այսինքն պաշտպանել ենք բոլոր կարգ ու կանոնը։ Ըստ Արմեն Մարտիրոսյանի Հայաստանում հեղինակային իրավունքը դեռ ամբողջ ծավալով չի ընկալվում որպես սեփականության ձև։ Աստծո ձայնից սկսած, որ քեզ կամք է շնորհել։ Դա հեղինակային իրավունքի տակ է։ Այսինքն մենք ինչ որ ընտրություններ ենք տեսնում, մենք ինչ որ այս լոկալ գողությունն է։ Ինչի պիտի մենք վատ վերաբերմունք ցուցաբերենք իրի գողացմանը եւ հոգեվորի գողացմանը չցուցաբերենք։ Ոլորտի առաջատարները փաստում են հեղինակային իրավունքի պաշտպանության հարցում օրենքը կաղում է, այնուամենայնիվ ինչպես պաշտպանել մտավոր սեփականությունը։ Իրավապահ մարմիններում կան բաժիններ, որոնք աշխատում են աշխատավարձ են ստանում հենց դրա համար։ Պետք է աշխատեն։ Պաշտպանությունը կրթության մեջ է։ Պաշտպանությունը կարդալու մեջ է, պաշտպանությունը օրենքների իմանալու մեջ է, օրենքները կիրառելու մեջ է եւ իհարկե յուրաքանչյուր ստեղծագործող, որից գողանում են հանրության օգնությամբ պիտի դիմի օրենքին, եթե օրենքը չի բավարարում, ապա հասարակական ճնշումներին, որպեսզի ստեղծվեն օրենքներ, որպեսզի այդպիսի մարդիկ պատժվեն։ Իդեպ ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ ապրիլի 23-ը հռչակվել է որպես գրքի եւ հեղինակային իրավունքի համաշխարհային օր։